Օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում ձեզ հետ ինչպես միշտ Վրեժ Կիրակոսյան, Անահիտ Կիրակոսյան ու բարձր տրամադրություն։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում Օրդ բարին է։ 1 ժամ մեզ հետ եղեք, քանի որ կունենանք տեսահոլովակներ, կունենանք հյուրեր եւ օրը կլցնենք իհարկե գեղեցիկ մի փոքրիկ իհարկե առօրյան կլինի լավ ձեզ համար։ Անշուշտ դրական էներգիայով ենք ուզում որ լցվի ձեր օրը, իսկ դրական էներգիան կարող է ապահովել լավ երաժշտությունը այս պահին տեսահոլովակ դիտենք, որից հետո վերադառնանք։ Դե ինչ վերադարձանք դիտեցինք տեսահոլովակ, այսօր շատ նշանավոր օր է յուրաքանչյուրիս քրիստոնյայի, իհարկե հայ քրիստոնյայի կյանքում տիրոջն ընդառաջ գնալու օր է եւ անշուշտ մենք թեմային այսօր անդրադարձ կանենք, կունենանք շատ հետաքրքիր հյուր, բայց մինչ այդ եկեք գնանք նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ, որից հետո վերադառնանք ու զրուցենք հյուրի հետ։ Բարելույս օրդ բարի հավատարիմ հեռուստադիտողներ, եթերներում նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ էջն է։ Եվ այսօր մենք խոսելու ենք ինքնավստահությունից։ Ինչ ասել, թե լինել ինքնավստահ։ Բարձենք միասին։ Ինչպես է արտահայտվում վստահ մարդը։ Վիզուալ կոդ։ Վստահությունը ցուցադրություն չէ, այն անհրաժեշտության բացակայությունն է ինչ-որ բան ապացուցելու, եւ վիզուալ առումով այն կարդացվում է բառացիորեն մի քանի վայրկյանում։ Սկսենք սիլուետից։ Վստահ մարդը ընտրում է հստակ ձև։ Հագուստը պահում է կառուցվածքը, ոչ թե փաթաթվում մարմնին։ Չափազանց փափուկ անձև իրերը ստեղծում են անկայունության զգացում, չափազանց կոշտերը լարվածության։ Ձևի հավասարակշռությունը ներքին հենարանի առաջին նշանն է։ Երկրորդ տարը նստվածքն ու չափերն են։ Վստահությունը երբեք չի ապրում մի քիչ փոքր հագուստի մեջ եւ նույնքան հազվադեպ աճի համար վերցվածի մեջ։ Երբ հագուստը նստում է ճիշտ մարմնի վրա, այն դադարում է շեղել ուշադրությունը մարդուց, իսկ դա նշանակում է մարդն է կառավարում ուշադրությունը, ոչ թե հագուստը։ Երրորդը գունային կարգապահությունն է։ Վստահ մարդը հազվադեպ է մեկ կերպարում օգտագործում 3-ից ավել գույն։ Նա ընտրում է բարդ, հանգստի երանգներ, գրաֆիտ, տաք մոխրագույն, կրեմագույն, խորը կապույտ։ Սրանք վստահության, կայունության եւ ինտելեկտի գույներն են։ Որքան բարձր է վստահությունը, այնքան փոքր է տեսողական աղմուկի կարիքը։ Չորրորդ կոդը ռիթմն ու կրկնվողությունն են։ Վստահ մարդիկ ճանաչելի տեսք ունեն։ Նրանք ամեն օր չեն փոխում ոճը։ Նույն սիլուետը, նման գունաբնակ, նույն վիզուալ հնարքները ձևավորում են հուսալիության եւ կշռի զգացում։ 5-րդ կետը որակն է, ոչ թե քանակը։ Ավելի լավ է 1 լավ բաճկոն, քան 5 փողզիջումային։ Ավելի լավ է պարզ կոշիկ առանց դեկորի, քան բարդ դիզայն, որը արագ է հնանում։ Վստահությունը միշտ ընտրում է երկար ճանապարհը։ 6-րդը վերաբերմունքն է մանրուքներին։ Գոտի, ժամացույց, կոշիկ, ակնոցի շրջանակ, հենց այստեղ է երևում կա ճաշակ, թե ոչ։ Վստահ մարդը չի ցուցադրում բրենդեր, նա ցուցադրում է խնամվածություն եւ ամբողջականություն, եւ շատ կարեւոր է մի պահ կեցվածքն ու շարժումը։ Նույնիսկ ամենաճիշտ կերպարը չի աշխատում, եթե մարդը կքած է, նյարդային, շտապող։ Վստահությունը հանգիստ քայլվածքն է, դանդաղ ու ճշտկրիտ ժեստերը։ Զգացումը, որ մարդը չի շտապում դուր գալ։ Եվ վերջում, վստահ մարդը ճիշտ մի փոքր ավելի պարզ է թվում, քան նրանք սպասում են, որովհետև իրական վստահությունը այն է, երբ դու չես վախենում բավականաչափ էֆեկտային լինելուց։ Հենց սա է կարդացվում որպես ուժ։ Դե ինչ սիրելիներս, եղեք միշտ ինքնավստահ, քայլեք դեպի ձեր երազանքներ, իսկ ես միշտ պատրաստ եմ օգնել ձեզ այս հարցում։ Միշտ ձեր Նաիրա Հարությունյանը։ Դե ինչ սիրելիներս, ինչպես նշեց արդեն Վրեժը եթերի սկզբում, եկեղեցական օրացույցի համաձայն փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է Տյառ Ընդառաջի տոնը, որոնք են Տյառ Ընդառաջի տոնի խորհուրդները այսօր կպարզենք մեր հարգարժան հյուրի հետ, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի համացանցային ծառայության գրասենյակի տնօրեն, Տեր Համբարձում քահանա Դանելյանն է մեր հյուրը, օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնեցես, Աստված օրհնեցես։ Շատ ուրախ ենք, որ այս առավոտ ժամանակ եք գտել մեր տաղավարում եք եւ խոսելու ենք տոնի խորհրդի մասին։ Առհասարակ մենք համարում ենք մեզ քրիստոնյա եւ 301 թվականից ընդունել ենք քրիստոնեությունը որպես պետական տոն, բայց որքանով ենք ճանաչում իրական խորհուրդը տոնի, Տյառ Ընդառաջի եւ ինչքանով ենք մոտ եկեղեցուն այսօր։ Ես եմ ուրախ, որ ձեր տաղավարում եմ գտնվում։ Տյառ Ընդառաջը մեզ համար շատ կարևոր տոներից մեկն է։ Գիտենք, որ հայ եկեղեցու տոները դասակարգվում են ըստ անունների, օրինակ այս տոնը Տերունի տոն է կոչվում, որովհետև ուղիղ նվիրված է մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Այս օրը մենք հիշատակում ենք այն օրը, երբ որ մեր Տերը իր 40 օրերը լրանալով
ըստ ընկալված սովորությունների այդ ժամանակվա երեխաներին տանում էին տաճար ընծայելու Աստծուն։ Եվ այստեղ հետաքրքիր է, որ նույն կերպ նաև մեր Տեր Հիսուս Քրիստոսին իր մայրը տանում է տաճար, բայց մի տարբերությամբ, որ իրեն դիմավորում է այստեղ Սիմոն Ծերունին։ Մի շատ հետաքրքիր կերպար է նա Աստվածաշնչում, ով հայտնի է իր երկարակյացությամբ, այսինքն նա մահ չէր տեսնելու, միջև որ ուրեմն չհանդիպեր Տիրոջը։ Ինչի հետ էր սա կապված, մի հետաքրքիր ավանդություն կա այսպես, որ ավանդազրույց, որը որ փոխանցվել է նաև մեզ, ինքը Սիմեոն Ծերունին եղել է մեկը, ով թարգմանել է 5 կտակարանը եւ այդ կազման աշխատանքներին իր մասնակցությունն է բերել։ Եվ երբ որ հանդիպել է Եսայի մարգարեության այն հատվածը, որտեղ որ ասում է կույսը պետք է հղիանա եւ պետք է փրկից ծնի, ինքը տարակուսում է այս հատվածի շուրջ, մտածելով, որ մի քիչ հնարավոր չէ սա իրագործելի դարձնել եւ ցանկանում է, որպեսզի փոխի այդ հատվածը։ Սակայն ի զարմանս իրեն, ուրեմն հաջորդ օրը տեսնում է, որ այն ետ է փոխվել նույն կերպ, ինչպես որ եղել էր գրված, եւ նաեւ Տիրոջ հրեշտակ իրեն փոխանցում է, որ դու պետք է չմահանաս, միջև որ գա այդ օրը եւ տեսնես փրկին եւ նոր քո մահը կկնքես։ Շատերս երջանիկ ենք, երբ որ մտածում ենք, որ շատ երկար պետք է ապրենք, բայց իրականում դա մի տեսակ, այսպես ճակերտների մեջ ասած, պատիժ էր դարձել Սիմեոն Ծերունու համար, ով երազում էր, որպեսզի արդեն իսկ իր կյանքը ավարտվեր այն առաքելությամբ, որ Տերն էր իր համար ուղենշել։ Եվ ուրեմն, երբ որ Քրիստոսին տանում են տաճար, այնտեղ հանդիպում է Սիմեոն Ծերունին, ով էլ ընթառաջ է գնում Տիրոջը եւ այս տոնը հենց այստեղից է առաջացել Տիրոջը ընթառաջ գնալ եւ մենք նաեւ այդ օրը փետրվարի 14-ին, որտեվ մեր եկեղեցական տոները այսպես են դասավորված, փետրվարի 13-ին նախատոնակն է կատարվում, ժամերգությունից հետո անդաստան է կատարվում, այսինքն օրտնվում է աշխարհի 4 ծագերը, հետո նաեւ կրակ են վերցնում եկեղեցու մոմերից եւ ամեն մեկը ըստ բարի ավանդության գնում են իրենց տները եւ իրենց ուրեմն բակերում խարույկ են վառում եւ խոտելի են դարձնում այդ կրակ, ինչպես որ մեզ օրացույցն է այդպես պատգամում իրականացնել։ Դրանից հետո այս տոնը նաեւ հաջորդ օրն է նշվում, հաջորդ օրը ուրեմն կատարվում է Սուրբ Պատարագ, Սուրբ Պատարագից հետո Վեհափառ Հայրապետի օրհնությամբ տարիներ առաջ այս տոնը նաև նորապսակ զույգերի օրհնության օր է հռչակվել։ Եվ բոլոր այն եկեղեցիները, որտեղ որ պսակադրության արարողություններ են իրականացվել, ուրեմն հոգևորականները կանչում են այդ նորապսակ զույգերին, այո, որևէ նվերներով, որևէ կերպ համախմբելով նաև եկեղեցու մեջ իրականացվում է նրանց օրհնության արարողությունը։ Եվ շատ եկեղեցիներում ավելի հանդիսավոր եւ հետաքրքիր կերպով է դա իրագործվում։ Մարդիկ էլ տեսնում են, որ սերունդները ոչ թե այսպես ասած հետ են գնում, այլ շնորհիվ իրենց տեսանելի աչքի տեսնում են, թե ինչքան այդ տարի զույգեր են, որ ամուսնացել են եւ իրենց երջանիկ հանգրվանին են հասել։ Շատ հետաքրքիր է Տեր Հայրայր այս հատվածում այդ կրակ վառելու եւ այդ կրակի խարույկի շուրջ ինչ որ արարողություններ անելու հետ կապված կան բազմակարծություններ եւ տարբեր նաեւ ճակերտավոր լավ ձևով չեն մեկնաբանվում։ Ինչու՞մն է կայանում այս խորհուրդը, ես խնդրում եմ, կարող ենք ավելի պարզ ասել, կարիքը կա դրա թե չկա, պարզապես կարող ենք լույսը տանել, մոմը տանել, ինչպես տանում ենք, այսինքն այլ ժամանակ եւ մեր տանը մեկ մոմ ենք վառում եւ դրա կարևորությունը պետք չէ մեզ։ Ես ունեմ համոզում հետևյալ տեսանկյունից, որ կրակը շատերի մոտ ընկալվում է որպես հեթանոսության հետ առնչություն ունեցող ընկալումներ, հատկապես որ հայ եկեղեցին նոր եկեղեցի չէ եւ անցել է շատ մեծ պատմական ուղի։ Այդ պատմական ուղին անցնելով նաեւ խավարի այսպես միջով լուսավորության շրջան է բերել մարդկանց կյանքում եւ այդ լուսավորության շրջանը նաեւ պայքարի շրջան է եղել, որովհետեւ փոխանցել հայ ժողովրդին այն մեծ լույսը, աստվածային լույսը, որ այս դարերի ընթացքում եկեղեցին իբրև առաքելություն իրագործել է, մեծ դժվարություն է իրենից
ուրեմն մեծ դժվարության է հասել դրան եւ շատերը այսօր կարծում են թե հեթանոսական մնացուկների այսպես կրկնողությունն է որ հայ եկեղեցին իրագործում է եւ ինչ որ նորելուկ քրիստոնյաներ են հայտնվել ովքեր որ այսպես վանկարկում են թե սա հեթանոսական տոն է հեթանոսության ձևավորումը կա այստեղ կամ մնացածը կա այստեղ իրականությունը այլ է մենք այդ կրակին ոչ թե պաշտում ենք այլ ընդհակառակը մեր եկեղեցական օրեցույցում գրված է որ այն խոտելի է մերժելի է մեզ համար մերժելու համար նույնիսկ ըստ ժողովրդական ավանդության մենք այդ կրակի վրայով թռնում ենք ցույց տալու որ ոչ թե երկրպագում ենք նրա առաջ այլ թռնում ենք հետո բայց ներողություն արի ու տես որ հասարակությունը այլ կերպ է ընկալում եւ իրենք մտածում են որ նույն եկեղեցու Բաքվում էլ շատ եկեղեցիներ կան այնտեղ որտեղ ես ապրում եմ տեսել եմ կարծում եմ այնտեղ եւս կրակ է վառվում եւ բոլորը այդ կրակի վրայով թռնում են հա այսպես ասած եւ ընդունում են դա որպես խորհուրդ որ մաքրվում են եւ այլն լույսի խորհուրդն են ընդունում բայց արի ու տես փաստորեն եկեղեցին դա անում է հակառակ իմաստով հա բայց մենք ընդունում ենք հակառակ իմաստով, այսինքն հասկանում ենք այն ինչ որ տեսեք այն ժողովրդական սովորությունները, որոնք որ ձևակերպվել են, ձևավորվել են տարիների, դարերի ընթացքում, դրանք իրենց հետաքրքիր ընթացներ ունեցել։ Շատ դեպքերում եկեղեցին դրան շուրջ այսպես հանդիմանությամբ հանդես չի եկել, ընդհակառակ ընկալել է որպես բարի սովորություններ, որոնք ձևավորվել են եկեղեցական կյանքի ընթացքում, այսինքն ժողովրդի մեջ քրիստոնեական ընկալումներ են առաջ եկել, սեփական սովորություններն են ձևավորվել, որոնք անկախ են եղել շատ հաճախ եկեղեցու պատկերացումներից։ Սակայն բարի լինելու իմաստով երբեք ուրեմն եկեղեցին դրա մասին այսպես քննադատությամբ հանդես չի եկել, չի փորձել արմատախիլ անել։ Բայց շատ դեպքերում դրանք մի քիչ անցել են իրենց այսպես բարի սովորություններ լինելու ընկալումները եւ շատ հաճախ նաեւ հետևանքներ են ունեցել, ոնց որ նոր նշեցիք, որովհետեւ կան այո նման ընկալումներ, այդ ընկալումները շատ հաճախ մարդկանց մոտ տարբեր են ձևակերպվում, օրինակ մենք տյառն ընթառաջ որ ասում ենք, շատերը դիտավորյալ տրենդեզ են ասում, որպեսզի այո, բերեն նրան, որ ոչ թե տոնը բովանդակվում է մեր տիրոջը ընթառաջ գնալու իմաստով, այլ բովանդակվում է այդ կրակը վառելով։ Մինչդեռ կրակը դա եկեղեցական այսպես ծիսակարգի մաս չի կազմում։ Դա ժողովրդական սովորություն է, որին եկեղեցին դեմ չի եղել, ընդհակառակը եկեղեցին ասել է, որ այդ կրակը ոչ թե պաշտելու համար վառեք, այլ այն խոտելի դարձրեք ձեզ համար։ Ոչ թե խոտելի այն իմաստով, որ էլ մի արեք, այլ դուք ցույց տվեք, որ կրակը ձեր համար իբրև բովանդակություն այս իմաստ ունի։ Եվ ոչ թե այդ կրակին վերաբերվեք որպես կրակ, որը որ շատ հաճախ հեթանոսական ընկալումներով, այո, պաշտպանունքի որպես ընկալում չպետք է լինի դա։ Այդպես է բացատրվում եւ շատ կարեւոր է որպեսզի մարդիկ այս պատկերացումների մեջ էլ հաստատ լինեն, որովհետեւ եկեղեցին այս ընկալումները, այս հոգեվոր մոտեցումները, որոնք որ տալիս է, դրանք օրերի կամ ժամերի մեջ չեն եղել, այլ տարիներով, դարերով հաստատված, մեր ժողովրդի կյանքի մեջ ամրագրված այդ սովորություններն են, որոնք որ եկել են։ Եվ հետո եկեղեցին բոլոր տեսակի ժողովրդական սովորություններին մեծ հարգանքով է վերաբերվում, որովհետև ինքը եկեղեցին անջատ չէ այդ ժողովրդից, եւ այդ ժողովուրդն էլ այդ եկեղեցու մասն է, այդ ժողովրդով է եկեղեցին, այսպես ասած, դառնում ամբողջական։ Եվ դրա համար էլ թեկուզ այն սովորությունները, որոնք շատ դեպքերում փոքր ինչ քրիստոնեական ընկալումներից այսպես դուրս են գալիս, փորձելով բացատրել դրանք, փորձելով ավելի մարդկանց ընկալումների մեջ բերել խորհուրդը, իմաստը, փորձում ենք այնպես անել, որպեսզի մարդիկ հասկանան, որ ոչ թե իրենք մոտ են գնալու կրակին այնտեղ երկրպագության համար, այլ գնալու են ընկալելով, որ այդ կրակը խոտելի մի երևույթ է մեզ համար դարձել։ Ոչ թե մենք հավաքվելու ենք այդ կրակի շուրջ, այլ եկեղեցու շուրջ ենք հավաքվելու, որովհետև այդ օրվա խորհուրդը տյառն ընթառաջի խորհուրդը տաճար գնալու օր է եւ տիրոջն ընթառաջ գնալու, այսինքն խորհուրդն է։ Մենք այսպես ենք բացատրում շատ դեպքերում, ասում ենք, որ պետք է ամեն մարդ հնարավորություն ունենա տիրոջը ընթառաջ գնալու։
որովհետև մեր կյանքը դժվար է, բարդ է, լի փորձություններով, մեր կյանքի օրերը հատկապես այս դարաշրջանում լցված են տարբեր տեսակի փորձություններով, տարբեր տեսակի ուրեմն քարոզչական այսպես ընկալումները փոխում են շատ հաճախ մեր պատկերացումները եւ որքան ամուր պետք է լինի քրիստոնյան, որ հնարավորություն ունենա ամեն րոպե, ամեն պահ իր մեջ ունենա այդ սրբությունն ու մաքրությունը, որպեսզի ընդառաջ դուրս գա հենց Տիրոջը։ Եվ ինչպես որ Սիմեոն ծերունին այդքան տարիներ ապրելով ունեցել էր իր այդ բարեպաշտությունը, որպեսզի գնար ընդառաջ դուրս գալ Քրիստոսի, որովհետև իրեն չկանչեցին ուրիշ տեղից, ինքը այս տաճարի մեջ էր։ Եվ գնաց ընդառաջ դուրս եկավ Տիրոջը, նույնպես նաև մենք այդ մաքրության, սրբության կրողը պետք է լինենք, որ ամեն րոպե կանգնենք Տիրոջ առաջ։ Սա է ամենամեծ խորհուրդը այս եկեղեցական տոնի, սա է։ Գիտեք, խոսում ենք, որ եկեղեցին պետք է մոտ լինի ժողովրդին, ժողովուրդը եկեղեցուն եւ տարբերակները շատ տարբեր են մանավանդ մեր օրերում, երբ որ բոլորը հեռախոսների, պլանշետների եւ այս համացանցային դարաշրջան ենք հիմա մտել։ Այսօր մեր եթերն էլ ինչ որտեղ հարթակ է, որտեղ կարող ենք խոսել, բարձրաձայնել ու մարդկանց ավելի մոտ ու մատչելի բացատրել խորհրդի մասին։ Իսկ որքանով է կարեւորում, որ այսօր նաեւ ակտիվ լինեք համացանցում տարածեք մեր խորհուրդները այս հարթակում, որպեսզի ժամանակակից երիտասարդները, մարդիկ առհասարակ կարողանան թեկուզ հենց այդտեղ գտնել ճիշտ պատասխանները եւ առաջ շարժվել։ Իրականում բոլոր գործիքները, որոնք որ կան, կարելի է եւ բարի նպատակներով կիրառելի դարձնել եւ ոչ բարի նպատակներով եւ համացանցը կարծում եմ այս գործիքներից մեկն է, որ մենք իբրև եկեղեցականներ շատ լավ դա կիրառում ենք։ Ես էլ ինքս շատ հաճախ նաև քարոզչական բազմաթիվ հարթակներ կան, որտեղ որ մեր ժողովրդին տարբեր տեսանկյուններից բացատրում ենք, թե ինչպես պետք է լինի։ Նաև Մայրաթոր Սուրբ Էշմիածինը իր պաշտոնական կայք ունի, նաև հոգևորականները, որոնք տեղում իրենց ծառայությունն են իրագործում, նաև իրենք են շատ հաճախ այս բացատրական աշխատանքներ իրականացնում։ Այս հարթակները, այս մեթոդները կիրառելի են եկեղեցու կողմից եւ դրանք շատ մեծ արդյունք են նաեւ տալիս, որովհետեւ մենք նկատում ենք, որ մեր ժողովուրդը այս հարցերի շուրջ մեծ հետաքրքրություն է դրսևորում, որովհետեւ բոլորի համար էլ հաճելի է, որ մի փոքրիկ կարճ տեսանյութով մի ամբողջ մեծ տեղեկատվություն միանգամից ընկալելի դարձնի։ Բայց դա է ուզում հարցնել, եթե ընդհանուր առմամբ վիճակագրություն նայենք, հիմա ավելի են մարդիկ ովքեր եկել են մոտ եկեղեցի։ Անշուշտ տարիներ շարունակ մեր եկեղեցիները երբեք, այսպես ասած, ժողովրդի հոսքը ոչ թե պակասում է, այլ գնալով ավելի շատանում են։ Եթե տարիներ առաջ հարցնում էին այդ ինչ տոն է, հիմա այլ հարցեր են տալիս։ Օրինակ, ասում են նորապսակների օրհնության օր է այսօր, թե նրանք ովքեր նշանված են, իրենց համար էլ կարող է սա լինել եւ այլն, այսպեսի բազմաթիվ, այսինքն այս տոնը այնքան է իրենց համար ուրեմն ընկալելի դարձել, որ դրա միջում եղած, այսպես ասած, հատվածներում է նաև շատ հարցեր են առաջանում, դիմում են իրենք իհարկե համացանցով կամ առանձին այսպես։ Եկեք այդ հարցին էլ պատասխանենք ի վերջո նորապսակների, թե նաև նշանվածների համար։ Ուրեմն տեսեք, այս տոնը հատուկ նորապսակների համար է, իրենց օրհնության համար է եւ իհարկե նշանադրված զույգերին սպասում են, որպեսզի իրենց կարևոր օրվան հասնեն, ամուսնանան եւ կարողանան ընտանիք կազմել, սակայն ցավոք իրենց համար չէ այդ օրը եւ միայն նորապսակների պսակադրվեք նոր նորապսակների համար է, այո, ում համար մենք աղոթում ենք, որպեսզի իրենց ընտանիքը ավելի ամուր լինի, որպեսզի ունենան պիտանի զավակներ հայ ժողովրդի, հայ եկեղեցու համար, սա մեր ամենամեծ փափագն է, նաև եկեղեցին այսպես մեծ տեղ է տալիս նաև ընտանիքներին, դրանց ամրությանը եւ շատ ուզում ենք, որպեսզի մեր բոլոր ընտանիքները ամուր լինեն, իրենց զավակները այնտեղ ուրեմն առողջ լինեն եւ կարողանան իրենց այսպես ձեռքբերումներով երջանկացնել իրենց ծնողներին։ Սա մեր ամենամեծ ցանկությունն է։ Շնորհակալություն Տեր հայր։
Թող որ յուրաքանչյուրիս կյանքում ես կարծում եմ, որ ոչ միայն այսօրվա խորհուրդը, այլ առհասարակ 365 օր մենք կարողանանք Տիրոջն ընդառաջ գնալու այս կարևորությունը մեր կյանքի մեջ շեշտադրենք ու ապրենք, որովհետև յուրաքանչյուր օր այնքան դժվար ու դժնդակ ժամանակներ ենք մենք ապրում հիմա եւ վերջերս ես հիշեցի նաեւ ինձ մոտ կիսվել է մի հետաքրքիր նյութով Անահիտ ասեցիք այս փոքրիկա նյութ էր որտեղ որ քահանան պատմում էր Քրիստոսի երկրորդ գալուստը ինչպես է լինելու եւ ես հիշում եմ տասնյակ հազարավոր ինչպիսի նաեւ հակասական զարմացնում էր ինձ նաեւ կարծիքները որ նաեւ համաձայն չէին քահանայի հետ կային մարդիկ որոնք էլի այսինքն վիճում են եւ ես առհասարակ հոգեվորականի հետ չեմ վիճում, պարզապես պարզում եմ, եթե ինձ ինչ-որ բան պետք է, զարմացա նաև ինչ-որ սոցիոլոգիա էր իմ համար, երբեք չէի պատկերացնի, որ դա կներ, զարմացա, որ նաև վիճում են եւ անհամաձայնություն են հայտնում, այլ ոչ թե հարցնում են, ինչու է այդպես, կամ բացել պարզապես Աստվածաշունչն ու կարդալ։ Այնուամենայնիվ այսօր անդրադառնանք այն կետին, վերադառնանք, որ յուրաքանչյուրս այդ պահը պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր պահին, ինչպես ասում է եւ Աստվածաշունչը, եւ այսօրվա խորհուրդը, ի վերջո մի օր Տիրոջն ընդառաջ պետք է գնանք, եւ Տիրոջ գալուստը երբեք լինելու ոչ ոքի հայտնի չէ, եւ տա որ այդպես սկսենք ապրել ու կարողանանք իրապես մենք քրիստոնյաներ որպես կրենք այդ արժեքները։ Շնորհակալություն այսօրվա համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս առավոտ։ Մենք միշտ սիրով պատրաստ ենք հյուրընկալել ձեզ ու լսել մեր եկեղեցական խորհուրդների, ավանդույթների, կանոնների մասին ու մոտ գալ եկեղեցուն, ինչու ոչ նաև հեռուստադիտողին օգնել անցնել այդ ճանապարհը եւ իմանալ ավելին, եթե կան բացեր։ Շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ Աստծո։ Մեր հյուրներ Մայրաթոր Սուրբ Էջինայացնի համացանցային ծառայության գրասենյակի տնօրեն Տեր Համբարձում քահանա Դանիելյանը, իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ անպայման այսօր գնացեք եկեղեցի, այո, եւ ոչ միայն այսօր, առհասարակ փորձեք սկսել, հա, մեկնարկել ու շարունակել մոտ լինել Տիրոջը ու այցելել Տիրոջ տուն։ Այսօր Տեր ընդառաջ է, գնացեք Տիրոջն ընդառաջ ու ձեր կյանքը լցրեք Տիրոջ լույսով։ Ձեզ լավ օր ենք մաղթում։ Եթերում օրդ բարիներ, թող օրը անցնի բարությամբ, սիրով լի, ներողամտությամբ եւ միմիայն դրական խորհուրդներով։ Մնացեք բարով։ Լավ օր։